Վերադարձանք տաղավար, որպեսզի խոսենք մի շատ կարևոր իրադարձության մասին, սիրելիներս, հատկապես երբ որ խոսքը Կոմիտասի մասին է, կարծում եմ յուրաքանչյուր մոտ կրկնապատկում, եթե ոչ տասնապատկում է հետաքրքրությունը։ Իսկ իրադարձությունը կապված է Կոմիտասի թանգարան ինստիտուտի հետ, որովհետև Կոմիտասի թանգարան ինստիտուտում կթվայնացվի Կոմիտասի արխիվները, իսկ ինչ է սա ու իրանից ինչ է ներկայացնում, իրականում շատ մեծ իրադարձություն է սա, արդեն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում է Կոմիտաս թանգարան ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Կարևոր թեմայի մասին ենք խոսելու, երբ ասում ենք Կոմիտասի ժառանգությունը կթվայնացվի, ինչ նկատի ունենք, որ արխիվների մասին է խոսքը։ Ես ուզում եմ, որ մենք շատ ճիշտ հասկանանք գործընթացը, process-ը, ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենալու։ Այն ժամանակ, երբ որ Կոմիտասի արխիվը, այսինքն խոսքս 40-50-ական թվականների մասին է, նախորդ տարի, երբ Կոմիտասի արխիվը բերվեց Երևան, Կոմիտասի թանգարան ինստիտուտը դեռևս չկար։ Կոմիտասի թանգարան ինստիտուտ, այսինքն Կոմիտասի հետազոտական հանրահռչակման կենտրոնը բացվել է միայն 2015 թվականին, դա նորանկախ Հայաստանի թանգարան ինստիտուտ է։ Հետևաբար Կոմիտասի ձեռագրերն ու բնակրերը հավաքվեցին Գաթում, այսինքն Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։ Եվ առայսօր գտնվում են այդ հաստատությունում, որտեղ շատ խնամքով պահվում եւ ուսումնասիրվում են։ Անցյալ տարի մենք այցելեց ամերիկահայ բարերար դասախոս Մարկ Չենյանը, որը շատ հետաքրքիր մտքեր տվեց կապված նաև Կոմիտասյան արխիվի եւ առհասարակ կոմիտասագիտական գրականության թվայնացման հետ։ Եվ նվիրաբերեց համապատասխանաբար սարքեր եւ Գաթին եւ Կոմիտասի թանգարան ինստիտուտին, որ մենք սկսենք զբաղվել այդ երկու հաստատությունը Կոմիտասի ժառանգության թվայնացմամբ։ Իր հետաքրքրությունը որտեղից։ Սա շատ խորը տեղեր է տանում եւ քանի դեռ Եվ դա շատ հետաքրքիր, ինչքանով մենք գիտենք, նախապատմություն եւս ունի։ Եթե գիտեք, որտեղ արդեն արհեստական ինտելեկտի մուտքը պիտի լինի եւ պիտի լինի գիտնականների մի խումբ, որոնք փորձելու են վերականգնել կամ փորձելու են ստեղծել Կոմիտասի բանականությունը իր ձեռագրերի հիման վրա։ Եվ հետեւապես Գաթում, որտեղ Կոմիտասյան բնագրերի արխիվն է, կթվայնացնի այդ արխիվը, իսկ Կոմիտասի թանգարան ինստիտուտը կթվայնացնի կոմիտասագիտական ժառանգությունը, որն առայսօր թվայնացված չէ, եւ հիմա մենք փաստորեն այն կենտրոնը պիտի դառնանք, որը պիտի ստեղծի կոմիտասագիտական շտեմարան։ Եթե շատ ցավոտ չի, ուղղակի հետաքրքիր էր, ինչն է պատճառը եղել, որ մինչև այսօր չի եղել դա, չի տեղի ունեցել, մինչև այսօր Գիտեք, ինստիտուտը շատ լավ գործ է արել, շատ լավ աշխատանք է արել եւ շարունակելու է անել։ Պարզապես յուրաքանչյուր ժամանակաշրջան երևի թելադրում է իր պահանջները եւ գալիս է մի շրջան, երբ որ դա դառնում է հրամայական այլևս, որ դա պետք է լինի։ Ինչու այս գաղափարը այսպես դարձավ մեր գիտխորհրդի եւ մեր պետական հոգացության, դիտեմ ասեմ, որ մեզ հետ նախարարությունն է, ԿԳՄՍ եւ շատ լավ ենք մենք աշխատում եւ մեր յուրաքանչյուր նախագիծ եւ յուրաքանչյուր մտահղացք ստանում է իրենց հավանությունը եւ իրենց օգնությունը, իսկ դա շատ կարեւոր է։ Հետևաբար հիմա այս շրջանն է, երբ որ ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն առաջացավ ունենալ կոմիտասագիտական շտեմարանը։ Գիտեք, սա կենտրոն է եւ աշխարհում կան այսպիսի կենտրոններ, կա Զալցբուրգի Մոցարտեումը, կա Շոպենի ինստիտուտը, կա Լայպցիգի Գասե թանգարանը, որտեղ դրանք կենտրոններ են, կամ օրինակ Բայրոյթում Վագների տունը։ Հետևաբար Կոմիտասի թանգարան ինստիտուտի ամբողջ իմաստը գործունեության ընթացքը պիտի կապված լինի Կոմիտասի կենտրոն ստեղծման գաղափարի հետ, Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությունը եւ եթե որևէ մեկը աշխարհի որևէ ծայրում ուզում է իմանալ կա այս
դիցուկ այս աշխատությունը կոմիտասի մասին, իհարկե սկզբնաղբյուրը պիտի դառնա կոմիտասի թանգարան ինստիտուտը։ Ինչպես ենք մենք Վագներով հետաքրքրվում եւ կապ հաստատում այդ ինստիտուտի հետ, որը մեզ կտրամադրի եւ տեղեկություն, եւ նոր նյութեր, եւ նոտային գրականություն եւ այլն։ Այսինքն բաց հարթակներում հասանելի չի լինելու միայն Լինելու են, բայց այստեղ կա հեղինակային իրավունքի հարց, այնպես ինչպես թվայնացման process-ն է, դա բավական բարդ process է, եւ ինչու է կոմիտասի թանգարան ինստիտուտը ձեռնամուխ եղել այս process-ին, որովհետեւ մենք ունենք օրինակ առանձին մատենագիտության բաժին, մենք ունենք գրադարանը երաժշտական, մենք ունենք գիտակրթական, մանավանդ մեր գիտական բազան 10-ից ավել երաժշտագետներ, կոմիտասագետներ, որոնք ուսումնասիրում են կոմիտասի ժառանգությունը։ Հետևաբար այստեղ process է գնալու արդեն, որ գիրքը կհանրայնացվի, որ գրականությունը կլինի մատչելի, որ գրականությունը պարզապես կդրվի, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, որ այս գիրքը կամ այս հրապարակումը գոյություն ունի կոմիտասի մասին։ Այն որ Մարկ Չենյանը տարիներ շարունակ նորագույն տեխնոլոգիաներով է հետաքրքրված եղել, գիտենք, բայց հետաքրքիր ինչու է հենց կոմիտասի ժառանգությունը որոշեց Գիտեք, դարձնել առանցքում։ կոմիտասը նախ ազգային արժեք է։ Այնպիսի արժեք, որ չի ճանաչում ազգություն, լեզու, ռասա, ոչինչ չի ճանաչում կոմիտասի արվեստ, ինչպես Բախի արվեստը։ Կոմիտասի մասին ավելի շատ է գրված, քան Մեսրոպ Մաշտոցի։ Եվ կոմիտասին անդրադարձել են ոչ միայն գիտնականները, երաժշտագետներ, այլև գրականագետներ, բանաստեղծներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, եւ ես կարծում եմ, որ Մարկ Չենյանի ծանոթությունը մեր անձնական զրույցից կարող եմ ասել, սկսվել է կոմիտասի հետ դեռևս Կիպրոսի Մելքոնյան վարժարանում ուսանելու տարիներից, երբ նա փոքր երեխա հանդիպել է կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանանչյանին։ Եվ ոչ միայն հանդիպել է, այլև նրա վրա ինչ-որ մի մոգական ազդեցություն է ունեցել Բարսեղ Կանանչյանի կազմած երգչախումբը, այդ կոմիտասյան ոգու երգչախումբը։ Եվ հետո ճիշտ ասած անձնական զրույցի ժամանակ պարզվեց, որ նրա մայրը շատ գեղեցիկ ձայնով է օժտված եղել եւ երգել է, այո, եւ այս Իսահակյանի այն միտքը, որտեղ կա կոմիտաս, այնտեղ կա Հայաստանը։ Ինձ թվում է փոքրիկ երեխայի մեջ արմատացել է կոմիտասը, կոմիտասի միջոցով Հայաստանը եւ հիմա դառնալով այսպիսի արժանի մարդ, արժանի հայ, ինքը որոշել է վերադարձնել մեզ կոմիտասին, տեսնենք ինչքանով դա կհաջողի եւ ինչքան երկար աշխատանք կպահանջվի կոմիտասի բանականությունը ստանալու համար, որտեվ ինձ ասեց, որ դրանից հետո պետք է ստանան Բեթհովենի բանականությունը։ Ճիշտն ասած դա շոյեց իմ ինքնասիրությունը, որ կոմիտասից հետո ես մտածում էի Բախին, բայց Բեթհովենն էլ ոչինչ, այնպես որ մենք էլ պիտի մեր աշխատանքները տանենք եւ մեր թանգարանը արդեն սկսել է կոմիտասագիտական գրականության թվայնացման process-ը։ Ինչքան է տեղի Դա բավական բարդ process է, ես ձեզ ասեմ, միայն ազգային գրադարան օրինակ մատենագիտությունն է տալու կոմիտասի միայն 69 թվականին հրատարակած, դա մի քանի հազար միավորի մասին ենք խոսում, միայն 1969 թվականի հետ կապված։ Մենք երկու ուղղությամբ ենք տանելու կոմիտասի գրածը եւ կոմիտասի մասին գրվածը։ Նշեցիք, որ ոչ բոլորն է հանրահարճակվելու եւ հասանելի լինելու հասարակության համար նույնպես։ Խոսքը միայն այն ստեղծագործների մասին է, որոնք հեղինակային իրավունքներ ունեն եւ պաշտպանված են։ Ոչ միայն ստեղծագործություն, այլև կլինի մենագրություն, կան նույնիսկ հոդվածներ, ընդհանրապես այդպես է թվայնացման պարագայում, որոնք որ հասանելի են, արդեն մեր ձեռքի տակ են։ Այն բոլոր ուսումնասիրությունները, որոնք հասանելի են, որոնք թվայնացված են, որոնք շտեմարաններում են, դրանք պետք է իմի բերել, խմբավորել։ Կան ուսումնասիրություններ եւ մենագրություններ, որտեղ պիտի պահպանել հեղինակային իրավունքը եւ հասանելի չեն, բայց մեր ինստիտուտը պիտի տիրապետի այն միջոցներին, որ ընթերցողին կամ հետաքրքրվողին տա հղումը, տա համապատասխան, այսպես ասած, սողանքները, որով նա կարողանա դա հայթայթել կամ էլ գալ ինստիտուտ ուսումնասիրելու։ Իսկ վերջնանպատակը մեկ ընդհանուր թվային հարթակ ստեղծելն է։ Այո,
մեկ ընդհանուր թվային հարթակ ստեղծելն է, որը հասանելի կլինի աշխարհում։ Մենք ունենք այս խնդիրը, երեք մեզ մոտ թանգարանում միջազգային մրցույթ էր, եւ Իսպանիայից ժամանած երաժիշտը շատ հետաքրքիր հարց բարձրացրեց Կոմիտասի երաժշտությունը պահանջ ունի ավելի լայն լսարանի համար հնչելու։ Իսկ ինչ է պետք անել դրա համար։ Այն, որ մենք պիտի հրատարակենք օտարալեզու անգլերենով առաջին հերթին ուսումնասիրություններ եւ մենք այդ ճանապարհին ենք, որովհետեւ ոչ միայն մենք պիտի դուրս տանենք, այլև դրսից մենք օրինակ բերել ենք Լուիս Հովհաննիսյանի ուսումնասիրությունը ֆրանսերեն, որ Կոմիտասի հոգեվերլուծությանն է վերաբերում, դա թարգմանվել է եւ շատ մոտ ժամանակներում կդրվի լայն ընթերցողների սեղանին եւ մարդիկ վերջապես կհասկանան ինչ է տեղի ունեցել Կոմիտասի հետ հիվանդանոցներում, մասնավորապես Վիլժուի հոգեբուժարանում։ Փաստերով։ Միայն փաստերով, դա ախտորոշումն է, դա տրավման է, դա բժշկական փաստաթղթեր են, դրանք վավերագրեր են։ Այս գիրքը ֆրանսերեն հրատարակված կա։ Այս գիրքը ֆրանսերեն ատենախոսություն է եղել։ Եվ ունեցել է իր նախապատմությունը 90-ական թվականներին Վազգեն Կաթողիկոսը կապ է հաստատել Վիլժուի տնօրինության հետ եւ խնդրել, որ ֆրանսահայ հոգեբուժը հնարավորություն ունենա աշխատելու Կոմիտասյան արխիվներում։ Դա շատ երկար ժամանակ չի հրատարակվել եւ շատ սպասված հրատարակություն է բոլորիս համար։ Եվ այդ չարքչրկված հարցերը կապված Կոմիտասի հետ ագրեսիվ խելագարության եւ այլնի հետ դրանք բոլորը կհերկվեն գրքի լույսընծայման արդյունքում։ Կարևորը որ դա ամեն ինչը փաստերի վրա է հիմնված։ Մենք ինստիտուտ ենք, որ հետո ոչինչ գիտական կարողանան ասել։ հաստատություն ենք եւ դուք շատ ճիշտ ասեցիք, եթե մեզանից որևէ մեկը հարցում է անում, մեր բոլոր պատասխանները պիտի լինեն գիտականորեն հստակեցված եւ ճշգրտված ու փաստարկված, որովհետեւ մենք կոչված ենք լինելու այդպիսին։ Եվ մենք չենք կարող Կոմիտասի հետ այլ կերպ վարվել։ Ճիշտ է, շատ է ինֆորմացիան, գիտեք, շատ են խոսում, շատ են ասում, բայց գոյություն ունի իրական մեծագույն երաժիշտ, մեծագույն երաժշտագետ, հայրենասեր, էթնոգրաֆ, մեծ արվեստագետը, որին իրականորեն պետք է մենք ճանաչենք եւ ճանաչելի դարձնենք մեր սերունդներին։ Բացի թվայնացումից 1000 ներողություն, բացի թվայնացումից Կոմիտասին ճանաչելու ուղղությամբ մենք ինչ-որ նպատակներ, ծրագրեր, միջոցառումներ Պարտադիր մենք ինչ է սպասվում։ Առաջին Որտեղ մենք հերթին գիտենք, որ մեր գիտաժողով գործընկերները միջազգային մենք գիտենք, որ մեր գործընկերների, շատ սիրելի ընկերներ, գոլեգաներ, շատ հայտնի երաժիշտներ տարվա կտրվածքով որևիցե մի մենահամերգ եթե լինում է, հատկապես դրսում, վերջում ընդունված բիզի տարբերակով միշտ Կոմիտասից Սերգեյ Խաչատրյան կամ շատ այլ Հաղթազարյան, Նարեկը, այո, եւ շատ այլ արտիստներ հանրահռչակում են։ Իմ կարծիքով ամենաֆանտաստիկ տարբերակը նման արտիստների կողմից, նման երաժիշտների կողմից հանրահռչակելն է ու նման մեծ լսարանների ունկնդիրների արժե։ Տեսեք, ինչ միջոցառումներ ունենք այստեղ։ Ասեմ ձեզ, մենք նախ կազմակերպում ենք ամեն տարի միջազգային գիտաժողով փառատոն։ Եվ շատ երկրներից գիտնականներ գալիս են Հայաստան կամ Հայաստանից են գնում արտասահման, եղել են այդպիսի գիտաժողովներ եւ Բերլինում, եւ Վիեննայում, եւ Փարիզում, եւ իհարկե գիտաժողովները նվիրված են Կոմիտասին։ Դա տեղի է ունենում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8, այսինքն Կոմիտասի ծննդյան օրերը հին եւ նոր տոմարով, այս ընթացքը կա։ Թանգարանում այս բարի ավանդույթը կա։ Դրանից բացի, երևի 1 ամսից սեղանին կդրվի Կոմիտասի դաշնամուրային պարերի նոր հրատարակությունը թանգարանի կողմից, ուրտեքստ, այսինքն արխիվային բնագրերի հիման վրա, եւ Հայկ Մելիքյանի կատարումն է եւ QR կոդով հնարավոր է դա լսել, անգլերենով կան նախաբաներ, ծանոթագրություններ եւ փաստորեն այս հրատարակությունը եւս միտված է Կոմիտասի երաժշտությունը դեպի դուրս անելու եւ ոչ միայն հայ դաշնակահարների, այլև համաշխարհային ճանաչում ունեցող եվրոպացի դաշնակահարների սեղանի գիրքը դարձնելու։ Ես ինքս 3 օտարազգի դաշնակահարի խոստացել եմ իրենց ցանկությամբ, իրենց խնդրանքով փոխանցել այս նոտաները։ Քայլ առ քայլ մենք պիտի Կոմիտասի երաժշտությունը, Կոմիտասի երաժշտագիտական ժառանգությունը, թեկուզ մեր մեծ երաժիշտներին իբրև դեսպան ուղարկելով աշխարհի բոլոր բեմահարթակները պրոպագանդեն Կոմիտասին, որովհետև նորից եմ ասում, սա մեր ազգային արժեքն է։
Ինձ թվում է երաժիշտը համերգից հետո, երբ որ մի քիչ հոգնում է, ուզում է վերադառնալ իր արմատներին, աշխարհին ցույց տալ Հայաստանը ու հնչեցնում է Կոմիտաս։ Հոգնելու հետ այդքան էլ համաձայն չեմ, բայց որ ուզում է վերադառնալ արմատներին, դա հաստատ։ Իդեպ Կոմիտասի մասին շատ տեղեկություն ունեն նաև Ճապոնիայում։ Ճապոնացիների մեծ բանակ կա, որոնք որ տարված են ուղղակի Կոմիտասի արվեստով։ Երկար տարիներ Ճապոնիայում գործել է Կոմիտաս կենտրոն եւ դրա ակտիվ մասնակիցն ու հիմնադիրներից Դաշնակահար Տակահիրո Ակիբան մոտավորապես մի 20 օր առաջ թանգարանում էր եւ ավելին ասեմ 3 համերգ տվեց եւ 3 համերգի ընթացքում էլ հնչեցրեց Կոմիտաս վարդապետի պարերը։ Իրանք շատ առանձնահատուկ զգացողություն ունեն Կոմիտասյան այդ հնչյունների, սուղ հնչյունների եւ գերարտահայտչականության հանդեպ։ Անցյալ տարի Թանգարան ինստիտուտը 10 տարին տոնեց, արդեն 11 տարի է որ գործունեություն է ծավալում եւ Կոմիտասի տունն է համարվում մոլորակի վրա։ Ձեզ համար այս տարիների ընթացքում ամենամեծ միջոցառումը, ամենակարևոր իրադարձությունը, որ տեղի է ունեցել, ո՞րն է, եթե առանձնացնեիք որևէ մեկը։ 11 տարիների թե վերջին 2 տարվա մեջ։ Ձեր ընտրությամբ։ Գիտեք, ինձ համար որպես Կոմիտասի անձով, գործով, երաժշտությամբ զբաղվող երաժշտագետի մշտապես իրադարձություն են եղել Կոմիտասի նվիրված փառատոն գիտաժողովները, որի մշտական մասնակիցն եմ եղել ես։ Եվ կարծում եմ դա շատ կարևոր իրադարձություն է։ Չնայած որ նայում ենք հետադարձ հայացք ենք նետում եւ Շառլ Անձնավուրի եւ բոլոր մեծերը անցել են Կոմիտասի տնով եւ անցնում են։ Եվ բացի իր գիտական նշանակությունից ինքը ունի սրբավայրի խորանի նշանակություն յուրաքանչյուր հայի համար։ Ես ձեզ ասեմ, որ իրադարձություն էր հենց այդ Թանգարան ինստիտուտ ունենալը բոլորիս համար։ Եվ ինչքանով որ եղել եմ ներկա մանավանդ վերջի 2 տարում այցելուները, մանավանդ սփյուռքահայերը, որ գալիս են, հենց տեսնում են Կոմիտասի նկարը, առաջինը ձեռքերը տանում են դեպի սիրտը։ Հենց զգացողությունն է, որ իրենք հանդիպեցին իրենց հարազատին։ Ես շատ թանգարաններում եմ եղել, բայց այս զգացողությունը, այս կապը սրտի եւ հոգու հետ երևի թերևս Կոմիտասյան թանգարանի միջավայրն է ստեղծում։ Եվ այդ միջավայրին ծանոթանում են նաև երեխաները Կոմիտասական ամառային դպրոցի ընթացքում։ Ոչ միայն ամառային դպրոցի, այլև կրթական ծրագրերի միջոցով, իդեպ մենք նորից մի նոր ծրագիր ենք մտահղացնում ստեղծելու Կոմիտասի սրինգները։ Եվ կրթական ծրագրերի մեջ ներառելու դասընթաց, որտեղ ցանկացողները կարող են նվագել եւ սովորել Կոմիտասի սրինգների վրա։ Կա որևէ դասընթաց, որին հիմա կարող են միանալ մեր հեռուստադիտողները։ Վաղ երկուշաբթի օրվանից սկսվում է մեր ամառային դպրոցը եւ մենք ունենք Կոմիտաս սարան, որտեղ կարող են նկարել Կոմիտասի երգի ուսուցում, Կոմիտասի երաժշտական գործիքներ, այնպես որ կարող եք դուք էլ գալ եւ ունկնդրել, դրանք նաեւ մեծերի համար են։ Մենք էլ կարող ենք գնալ։ Իսկ ցանկացողները ինչպես կարող են դիմել։ Հիմա արդեն ուղղակի պիտի գաք իբրև հյուր, որովհետև դիմել ենք on-line, արդեն հավաքագրել ենք, իդեպ ցանկացողներ այս տարի շատ են եղել։ Այնպես որ պետք է պաշտոնական էջերին հետևել Թանգարան ինստիտուտի, Հետևեք, որ այս իրադարձություններից տեղյակ լինեն մեր հեռուստադիտողները։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ սկսեցիք օրը եւ այս մեծ նախագծին հաջողություն ենք մաղթում, իսկապես մի օր մեր տաղավարում խոսենք Կոմիտասի բանականության եւ այս մեծ թվային հարթակի արդեն իրական լինելու մասին։ Հաշվի առնելով, որ շատ, ինչպես նաև դուք նշեցիք, ծավալուն ու ծանրաբեռնված աշխատանք է երկար սպասվում, մենք մեիլիահույս ենք եւ վստահ, որ այդ ամեն ինչը հաջողությամբ է կնքվելու միևնույն է վերջում եւ դա նույնպես առիթ կլինի գեղեցիկ մեր տաղավարում հանդիպելու եւ ամփոփելու արդեն աշխատանքները։ Շատ շնորհակալություն ձեզ։